Այգիր Նյուզի հարգելի հետևորդներ, եթերում Արդին է, ես Աննա Մեկունցն եմ եւ այսօր իմ հյուրն է Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, հայ ժամանակակից գրող, հրապարակախոս, գեղանկարիչ, լուսանկարիչ Սամվել Սևադան։ Բարև ձեզ։ Ողջույն։ Շատ ուրախ եմ, որ դուք ինձ այսօր հյուր եք եկել։ Ես էլ ուրախ եմ, Աննա։ Քանի որ մեզ հիմնականում նայում են երիտասարդ սերունդը, ես կուզենայի մի քիչ պատմեք ձեր մասին եւ պատմեք թե ինչու Սևադա, որովհետեւ գիտենք, որ ձեր իսկական ազգանունը Գրիգորյան է։ Ես իհարկե լավ հրաշալի ազգանուն ունեմ Գրիգորյան, որից ես չեմ հրաժարվել, իմ անձնագրում կա եւ իմ զավակների անձնագրերում էլ կա, բայց բոլորս փոխվել են, կարծեմ Սևադան ավելացել է որպես ստեղծագործական եւ իմ տղաների ազգանուններին, որովհետեւ նրանք էլ են ստեղծագործող։ Իսկ թե ոնց եղել, շատ հետաքրքիր է այդ պատմությունը, եւ որ ես երիտասարդ էի եւ սովորում էի ակադեմիայում ու մասնակցում էի ցուցահանդեսներին, նկարիչների միության, կամ ասենք շատ ամսագրեր, թերթեր այն ժամանակ ես ձևավորում էի եւ տպագրվում են այն ժամանակ նկարը կամ ձևավորումը Սամվել Գրիգորյանի, հետո պարզվեց, որ շատ Սամվել Գրիգորյաններ կան նկարիչների մեջ։ Դե ես էլ ինչպես բոլոր երիտասարդ արվեստագետները շատ ամբիցիոզ էի, մտածեցի, որ ինչի պետք է ես էլ Սամվել Գրիգորյան որոշեցի ավելի այնպես հետաքրքիր հնչեղ ստեղծագործական մի կեղծանուն վերցնեմ եւ շատ երկար ման չեկա, որովհետեւ հանկարծ գիտեի, որ ուրեմն Մուրացանի վեպերից մեկում կար Սահակ Սևադան ու վերցրեցի իմ անունից շատ բարեհնչյուն էր եւ դրանից հետո սկսեցի ստորագրել արդեն 72 թվականից Երբ անհատական ցուցահանդես ունեցա ճարտարապետների տանը, արդեն ստորագրում էի Սամվել Սևադա, որը հետագայում էլ արդեն երբ որ Միացյալ Նահանգներում էի ապրում եւ ստեղծագործում էի, ցուցադրվում էի շատ, արդեն ավելի հիշվող էր, ավելի հնչեղ էր եւ սիրում եմ իմ այդ անունը։ Հետաքրքիր է։ Դուք մասնագիտությամբ գեղանկարիչ եք, ես բավականին ծանոթացել եմ, բայց նաև ունեք գրական գործեր։ Ինձ հետաքրքիր է, ինչպես որոշեցիք համատեղել գրականությունը եւ գեղանկարչությունը, նաև ձեր գրականության մասին ասում են, որ ձեր գրքերում հերոսները պայքարում են եւ թեթև ընթերցման համար չեն։ Դուք համակարծիք եք, որ ձեր գրականությունը թեթև ընթերցանությանը չի համապատասխանում։ Անկեղծ ասած, ես այդպես շատ բավական անտարբեր եմ այդ բաներին, թե ինչ ձևով են բանանում, ես չեմ հասկանում դա ինչ է նշանակում, պայքարել բան եւ այլն։ Ես գրում եմ ինչ որ մտածում եմ, շատ երկար բարակ չեմ մտածում դրա համար եւ նկարում եմ նույնպես, նույն ձևի եւ իմ ստեղծագործական կյանքը այդպես շատ հախուռն է եւ ես գոհ եմ, որ այդպես է, այսինքն շատ երկար բարակ չեմ մտածում, էլի։ Այն պատկերները, որ գալիս են ինձ մոտ, որը կարող ասենք բար դառնա բանաստեղծություն, երբեմն չի դառնում բանաստեղծություն, գոնե նկար է դառնում, կամ երբեմն լուսանկար, որտեղ ես լուսանկարչությամբ շատ լրջորեն զբաղվել եմ իմ կյանքում եւ հիմա էլ դասավանդում եմ լուսանկարչություն եւ իմ աշխատանքային ստեղծագործական բոլոր process-ները մեկի շարունակությունն են, ասենք ես 24 ժամ ստեղծագործության մեջ եմ, այդպես ասենք, որովհետեւ իմ ընտանիքը Միացյալ Նահանգներում ապրում։ Ես արդեն 20 տարի է, որ վերադարձել եմ Հայաստան, որովհետև առանց Հայաստանի չէի կարող ապրել եւ հիմա ստեղծագործում եմ, շատ աշակերտներ ունեմ իմ արվեստանոցում, որոնց սովորեցնում եմ գեղանկարչություն, համալսարանում ուսանողներ ունեմ, որոնց լուսանկարչություն եմ իրանց հետ աշխատում, պարապում եւ այդպես շատ հետաքրքիր անցնում իմ կյանքը, շատ հախուռն, շատ տարբեր, բայց ափսոս որ ժամանակը քիչ է։ Այո, ժամանակը երբեք չի հերիքում։ Ես գիտեմ, որ Գյումրիում օրերս կայացել է ձեր ցուցահանդեսը։ Մի փոքր կմանրամասնեք թեմատիկան, գույները, մարդիկ գալիս են արդյոք, ժամանակակից արվեստը գնահատված է, թե ոչ։ Վերջին տարիների ստեղծագործական աշխատանքներ, որ ես ներկայացրեցի նախքան Գյումրին, Աբովյան քաղաքում, որտեղ ես աշխատել եմ, նկարչական դպրոց եմ ստեղծել ժամանակին 50 տարի առաջ, եւ այնտեղ հրաշալի մի դահլիճ կա, եւ այդ դահլիճը պատկանում էր հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանին, ցուցասրահը։ Այդ թանգարանի հիմնադիր
տնօրենն եմ ես եղել ժամանակին, շատ հետաքրքիր է։ Եվ վերջին ցուցահանդեսը եղել է իմ ցուցահանդեսը նախքան Միացյալ Նահանգները մեկնելս։ Բայց երբ որ ես վերադարձա Նահանգներից եւ արդեն դրանից հետո 20 տարի էլ անցավ, այդ դալիճը չէր օգտագործվել եւ ես նորից իմ անհատական ցուցահանդեսը բացեցի այնտեղ մոտ 100 աշխատանքով, միայն գեղանկարչություն եւ դրանից հետո որոշեցի այդպես շրջել ցուցահանդեսով մեր հանրապետությունում, հաջորդը ուրեմն Գյումրին էր, որտեղ 82 աշխատանք եմ կախել, մեծ գեղանկարչական գործեր են։ Իմիջիայլոց ձեր ծննդավայրն է, չէ՞ Գյումրին։ Իհարկե իմ ծննդավայրն է, որ շատ եմ սիրում եւ մի ամիս առաջ է բացվել այդ ցուցահանդեսը, մայիսի 16-ին թանգարանային գիշեր այդ օրն է բացվել։ Հիմա 16-ին պետք է հավաքեինք, բայց իրենք խնդրեցին, որ մնա ցուցահանդեսը շարունակվի, որտեղ այցելուները շատ են։ Ինչ վերաբերում է թեմատիկային, ես ասեմ, մի քիչ ինքը ռետրոսպեկտիվ ցուցահանդես է, այսինքն հետահայաց։ Այո։ Ներկայացրել եմ նաև հին շրջանի գործերից եւ նոր շրջանի եւ միջին ժամանակների, այնպես որ շատ հետաքրքիր է իմ կարծիքով, մարդիկ հաճույքով նայում են, գունեղ ցուցահանդես է, հարուստ գույներով։ Չգիտեմ, իմ ցուցահանդեսի մասին էլ ուրիշ ինչ ասեմ։ Ուրախ եմ, որ բացել եմ, Գյումրեցիները քննադատ են, ինչ որ հետաքրքիր։ Մի քիչ վտանգավոր է Գյումրիում նման բան անելը, բայց Կարծիքներ լսել եք։ Հա, գոհ են մարդիկ, դե հնարավոր է որ նկարիչները քննադատեն, ես նորմալ եմ վերաբերվում դրան։ Շատ հաճելի է որ նույնիսկ քննադատեն, ոչ մի խնդիր չունեմ ես։ Որպես գեղանկարիչ ինչպիսին է այսօր ձեր կտավների աշխարհը, ինչ գույների մեջ է։ Աշխարհի բոլոր գույների։ Անկեղծորեն եմ ասում, եթե դուք նայեք իմ ցուցահանդեսը, կտեսնեք, որ իսկապես այդպես է, շատ գունեղ են իմ նկարները։ Ես ժամանակին այդքան շատ գույներով չեմ աշխատել, շրջաններով է, ես ընդհանրապես չեմ սիրում, որ մարդը քարացած միշտ նույն ձևի մեջ է ինքը ներկայանում, միշտ նույն գույներով եւ ասում են, դա իմ ոճն է։ Չեմ հասկանում ես դա, որովհետեւ մարդը ժամանակի ընթացքում փոխվում է, բնականաբար կարող է ոճն էլ փոխվի, մտածողության ձևը փոխվի, վերաբերմունքը փոխվի աշխարհին, իրերի դրությանը, ընդհանրապես ամեն ինչին, արվեստին եւ ես միշտ տարբեր ժամանակներում հնարավոր է որ իմ նկարների մեջ տեսնեք, ասենք ժամանակին ես սիրում էի նկարել օխրաներով շատ, օխրաներով էի թույլ, մեղմ գույներով էի նկարում, հետո անցա ավելի սյուրռեալիստական գործերի, ինձ համար շատ հետաքրքիր էր սյուրռեալիզմը։ Հետո դրանից հետո Միացյալ Նահանգներում սկսեցի պաստելով նկարել, պաստելով երբեք չէի աշխատել, հետո մի քիչ էլ էսպիսի բան ասեմ, իմ գործերը սկսեցին լավ վաճառվել Միացյալ Նահանգներում, դրանից էլ ոգևորվեցի, դե հաճելի է, չէ՞ որ գործերը մարդիկ վերցնում են, գնում են, տանում են իրաց տանն են կախում բան, եւ սկսեցի շատ պաստելով գործեր անել, տարբեր ցուցահանդեսներ արեցի Միացյալ Նահանգներում, Մոսկվայում, նկարիչների կենտրոնական տանը եւ հետո Երևանում Երվանդ Քոչարի թանգարանում բացվեց իմ անհատական ցուցահանդեսը, դա հեռավոր 92 թվականին է եղել, այդ ինչ որ ասում եմ։ Հետո թողեցի այդ պաստելը, սկսեցի աբստրակտ գործեր անել, շատ սիրում էի աբստրակտ գործեր։ Ինքնաբացահայտման ճանապարհ եք։ Այո, բայց հիմա հետո հասկացավ, հիմա տարօրինակ բան տեղի ունեցավ։ Երբ որ նայում եմ 4 կողմս, նկարել իմացող, չիմացողը աբստրակտ է նկարում, մեկ էլ ինչ-որ մի բան են քսում, ասում է ես այդպես եմ զգում կամ ես այդպես եմ մտածում, որին պատասխան չկա, մարդը որ ասում է պարտավոր է հավատալ, բայց փորձված աչքը տեսնում է որ ինքը նկարել չգիտի, ուղղակի քսում է աբստրակտ, ասում է ես այդպես եմ զգում, դե լավ, այդպես եմ զգում, շարունակի։ Ոնց եք վերաբերվում ժամանակակից արվեստին։ Հավանաբար տեսած կլինեք թանգարաններում ինչ վիճակ է հիմա, շատերը քննադատում են, շատերը համարում են, որ դա այլևս արվեստ չէ, դուք ինչպես եք վերաբերվում։ Ես շատ նորմալ եմ վերաբերվում, նորից եմ կրկնում, եթե դրա մեջ տեսնում ես, որ վարպետ ձեռքը նկարողը, ինքը տիրապետում է եւ վրցնահարվածներին եւ ներկը քսելու արվեստին, այսինքն նկարչական արհեստին տիրապետում է եւ գումարած դրան էլ արդեն գեղարվեստական կողմը աշխատանքի, արդեն դու հասկանում ես, որ վարպետի հետ գործ ունես, բայց երբ որ դու նայում ես, տեսնում ես, որ նկարողը չի տիրապետում այդ ամեն ինչին, ուղղակի քսել է ինչ-որ մի բան, եւ իրան նույնիսկ մեկը կար, որ ես հիշում եմ բանով
Facebook-ով դասեր է տալիս, այն դեպքում, որ ինքը նկարել չգիտի, դաս է տալիս, թե ոնց պետք է նկարել բան եւ այլն։ Բայց դա նորմալ է, ես այդպես հատուկ դրա համար ժամանակ չսախսենք։ Այ հետաքրքիր է, արվեստ ստեղծող մարդը կարող է իրապես իրական կյանքում լինել երջանիկ, որովհետև միշտ ասում են, որ երջանկությունը խանգարում է, որպեսզի ստեղծվի արվեստ։ Դուք Ես չգիտեմ ով է դա ասել, որ երջանկությունը չի խանգարում, երջանկությունը օգնում է, որ ստեղծի արվեստ։ Մարդը արվեստը չի ճանաչում այդպիսի վիճակներ, ինքը կամ դու ստեղծագործող ես կամ չէ, որովհետև տխուր ժամանակ էլ կարող է գրես, նկարես, ուրախ ժամանակ էլ կարող է բաներ կա տարբեր մարդիկ կան որ ասենք խմած ժամանակ են սիրում գրողները հա բայց օրինակ ես չունեմ այդպես բան ես միշտ էլ խմած եմ անկախ նրանից խմել եմ թե չէ եւ միշտ ոնց որ ասած շարժման մեջ եմ էլի այդպեսի բան չկա որ ես խմեմ նոր ստեղծագործեմ կամ ասում են որ սիգարետը ձեռքերից մեջ չլինի ես չեմ կարող նկարել այդպեսի բան չկա ես որ վրցինը վերցնում եմ ձեռքս արդեն մուսան գալիս է այդ որ ասում եմ մուսա չունեմ այդ սուտ է որովհետեւ բավական է գրիչը վերցնեմ ձեռքս որ ես ուզենամ բանաստեղծություն գրել եթե միտքն էլ կա իհարկե տարբեր է արդեն սկսում եմ գրել մեկ էլ տեսնում եմ արդեն գրվում է ինքն իրան գնում է ու մտքերը նոր սկսում են հասունանալու հարստանում է տողդ էջդ կամ կտավդ սկսում է ավելի հետաքրքիր դառնալ Իրենք զուգակցված են, երբեմն եղել է, որ ինչ-որ գրական կերպար ձեզ ոգեշնչի, որ կտավ ստեղծեք։ Իմիջիալս շատ լավ հարց եք տալիս, ես իմ գործերը, եթե դուք գնաք Գյումրի եւ նայեք իմ գործերը, կտեսնեք, որ այնտեղ կախված են գործեր, ասենք Մարկեսի թեմաներով շատ գործեր ունեմ, 100 տարվա մենության կամ ասենք Պոլկովնիկ Նիկտոնի Պիշետ, նրա գործերի թեմաներով շատ ունեմ նկարներ կախված ցուցահանդեսում կամ ասենք Մասերի Մարգարիտա եւ Չարենցի թեմաներով տարբեր ստեղծագործողների Գիտեմ որ Չարենցին եք շատ սիրում Ճիշտ գիտեք Չարենցին շատ եմ սիրում շատ բարձր եմ գնահատում ինքը բոլոր ժամանակների մեծագույն բանաստեղծն է Համաձայն եմ ես ինքս Չարենցասեր եմ Դուք նշեցիք, որ նաև լուսանկարում եք, նաև դասավանդում եք, հետաքրքիր է, երբ նկարում եք մարդուն, տեսնում եք նրան այնպիսին, ինչպիսին ինքն է այդ բան, թե ինչպիսին թաքցնում է ինքն իրեն։ Այդ որ ասում են պետք է ուսումնասիրեմ, հասկանամ նրա բնավորությունը, բան մի քիչ չափազանցություն է։ Դու հիմա մանավանդ հիմիկվա տեխնիկան թույլ է տալիս, որ դու ճիշտ որսաս այդ կերպարը։ Հետո կան այդպիսի արտահայտություն կա, շատ լսել եք, գիտեք, ասում են ֆոտոգենիկա կամ ֆոտոգենիկ չի, չէ։ Այո։ Եվ դա ճիշտ արտահայտություն է, որովհետև երբեմն պարտադիր չի, օրինակ ասենք, գեղեցիկ աղջիկ լինել, որպեսզի լավ ֆոտո ստանաս։ Եթե նա ֆոտոգենիկ, այսինքն ֆոտոգենիկությունը դա մաշկի լուսազգայունությունն է։ Եթե նրա մաշկը լուսազգայուն է, կապ չունի նրա տեսքը ոնց է, դու կարող ես նրան շատ հետաքրքիր լուսանկար անել այդ դեմքից կամ այդ մարդուց։ Այնպես որ մնացած բաները արդեն ընթացքում է գալիս, լուսանկարելու ընթացքում։ Լուսանկարչությունը շատ հետաքրքիր է, ինքը շատ խորն է, շատ լավ բաներ ունի, բայց պետքա շատ սիրես, շատ նվիրվես իրան, որպեսզի օրինակ ասենք ես վերջին 15 տարիները նախքան վերջինս 5 տարին 15 տարի ես զբաղվեցի լուսանկարչությամբ շատ լրջորեն, այսինքն գիշեր-ցերեկ ես չէի հանգստանում, ամբողջ Հայաստանը լուսանկարել եմ վերևից ներքև եւ երկու լիքը մեծ ալբոմներ եմ տպագրվել իմ լուսանկարներով եւ ամբողջ Հայաստանը լուսանկարել եմ, Ղարաբաղը լուսանկարել եմ եւ Միացյալ Նահանգներում շատ ունեմ լուսանկարած եւ դիմանկարներ շատ եմ արել։ Այսինքն նույն ստեղծագործական process-ն է, բացարձակապես, ինչ որ դու եւ հիմա շատ հաճախ արդեն իմ լուսանկարած իմիջիալս մի հետաքրքիր բան ասեմ։ Շատ հաճախ ես տեսնում եմ, որ իմ լուսանկարներից մարդիկ գեղանկար են անում։ Այո, ասենք բնանկարը։ Ոգեշնչել չէ, դնում են ու հենց արտանկարում են լավել։ Ես դրանից չեմ նեղվում, բացարձակ։ Ուրիշները կարող է պատմություն սարքեն, բան, դատի տան, չգիտեմ ինչ։ Ընդհակառակ ես ուրախանում եմ, ես հազարավոր լուսանկարներ եմ դրել Facebook-ում, որպեսզի մարդիկ օգտվեն։ Ինձ երբեմն գրում են, ասում են, պարոն Սևադա, կարելի է օգտվել ձեր լուսանկարից։ Իհարկե, ես դրել եմ, որ օգտվեք։ Խնդրեմ։ Դե երբեմն մարդկանց հասարակ լինելը ասում են, որ չի գնահատվում։
Կարևորը դուք ես գնահատես։ Եթե քո ինքնագնահատականդ բարձր է, չափավոր բարձր, ուրեմն ամեն ինչ նորմալ է։ Հետաքրքիր է, ձեզ համար ո՞րն է ավելի սարսափելի, աշխարհը կորցնել գույներով տեսնելու ունակությունը, թե մարդկանց իրական դեմքերը տեսնելու ունակությունը։ Որն է սարսափելի։ Հա։ Ոչ մի սարսափելի չի։ Եթե չտեսնեք գույները, ո՞նց եք ստեղծագործելու։ Դե Զգալով։ դա սարսափելի չի, դա մահ է ուղղակի։ Ճիշտ եք ասում։ Ինձ հետաքրքիր է դուք որպես արդեն կայացած գեղանկարիչ, ինչ կոչ ունեք այն երիտասարդներին, ովքեր իրենց առաջի քայլերն են անում գեղանկարչության մեջ, ում վրա կասկածում են, ում թևերը կոտրում են։ Գիտեք ինչ, տարբեր ժամանակներում տարբեր ձևով է այդ թևեր կոտրելը լինում։ Օրինակ ես հիշում եմ, որ ես ուսանող եմ, հետո վերջում կասեմ ինչ կոչ կուղեմ, էլի։ Ես որ ուսանող էի, ցուցահանդես էի բացել ճարտարապետների տանը, մի քիչ առաջ ասացի, եւ իմ ցուցահանդեսին եկել էր Հովհաննես Շիրազը, բանաստեղծ։ Եվ քանի որ ես նկարել էի նրա մատյան ներողություն, հայ դանթեականը, Հա։ պոեմի գրքի ձևավորումն է արել։ Իսկ այդ գիրքը սարսափելի արգելված էր, այդ պոեմը։ Տպագրված էլ չէր։ Ես ուղղակի իմ կողմից այդպեսի մեծ բան էի արել, ձևավորում։ Ու կախել էի ցուցահանդեսում։ Հետո նաև արել էի սևակի գործերի ձևավորումները եւ այդ ժամանակ Կենտկոմ այնց ճարտարապետների միության կողքն էր։ Կենտկոմի աշխատողներից մեկը եկել մտել էր, նայել էր, գնացել էր ու հրահանգեր իջել անմիջապես այդ ես մի օր մտա ճարտարապետների միություն, որ տեսնեմ իմ ցուցահանդեսը ովքեր են եկել, ինչ կա։ Ճարտարապետների միության այն ժամանակվա նախագահը Վարազդատ Հարությունյանն էր։ Նա դիմավորեց պատահաբար ինձ միջանցքում, ասեց. «Տղա ջան, ասեց, կներես, բայց նկարները հավաքել ենք»։ Ես ասի ո՞նց։ Ահա, ասես Կենտկոմից եկան հրահանգեցին, որ անմիջապես հավաքեք, քանի որ արգելված էր Շիրազի հատկապես հայ դանթեական գործը։ Նկարները հավաքել լսրել են այդպես բանում միջանցքում։ Ես շատ ջահել էի։ Քիչ կարծեմ լաց եղա ես բանից։ Ինչ տարիքում էիք մոտ։ 22 տարեկան էի։ Հավաքեցի նկարներս, այդպես շատ տխուր, բերեցի հանրակացարանում էի ապրում Մասիվի, այդպես լսրեցի մաճակալից տակ, հիասթափվել էի, չէի ուզում նկարեի, անիմաստ էի համարում ամեն ինչ բան, շատ տխուր էի, կոտրված էի։ Այո։ Բավական ժամանակ հետո ես ինձ հավաքեցի, ինչպես ասում են։ Ուզում եմ ասել երիտասարդ արվեստագետներին, որ չկոտրվեն ոչ մի դեպքում, մանավանդ հիմա ազատությունը շատ է։ Նկարեք ինչ ուզում եք, մտածեք ինչ ուզում եք, մենակ մտածեք, մենակ գրեք, կարդացեք, շատ կարդացեք, գեղարվեստական գրականություն չեն կարդում։ Իմ կոչը, իմ խոսքը երիտասարդներին առաջին հերթին շատ կարդալն է գեղարվեստական գրականություն, որը խոսքս վերաբերում է հատկապես ստեղծագործողներին։ Մի քանի գիրք խորտ կտակ հեղինակների։ Չէ, այնպես է որ իհարկե կարող եմ խորհուրդ տալ, բայց դրանից որևէ բան չի փոխվում, էլի։ Ասենք տարբեր, ես ունեմ աշակերտներ, ասենք 10 տարեկան, չէ, կամ ասենք 15-20 տարբեր տարիքների, ամեն մեկին իր տարիքի գիրքն եմ խորհուրդ տալիս, այնպես որ իմաստ չունի էլի գրքեր խորհուրդ տալը։ Պետք է ընդհանրապես պետք է կարդան իրենց տարիքին համապատասխան եւ հիմա փառք Աստծո, որ գրականությունը խանութներում կա ամեն ինչ։ Մենք այն ժամանակ ես հիշում եմ Պոլ Սարտրի գիրքը ես պետք է կարդայի, գնացի գրադարան, պարզվեց որ գրադարանում մի հատ կա այդ գրքից եւ այդ էլ բանը բեմադրողներն են տանում անընդհատ, որտեվ պիեսներ էին բեմադրում բան, արդեն քրքրված վիճակում էր այդ գիրքը, ինձ ասացին հանկարծ չկորցրես այդ գիրքը, շատ վատ կլինի բան, եւ ես վախենալով վերցրեցի, բերեցի, կարդացի եւ դրանից հետո ընկերս խնդրեց տարավ ու կորցրեց այդ գիրքը, սարսափելի բաներ կատարվեցին եւ այնքան մեր համար թանկ էր այդ ամեն ինչ, այնքան հետո գտանք իհարկե բերեցինք, վերադարձրեցինք գրադարանին, բայց ուզում եմ ասեմ թե մենք ինչ դողալով ենք, էլ մեկից գիրք խնդրում։ Ես հիշում եմ 72 թիվներ
Ես մտա սկվազնյակ սրճարան այն ժամանակ հայտնի, ես առավոտները շուտ գնում եմ Երվանդ Քոչարի հետ էի նստում զրուցում։ Այդ նույն սրճարանն է, չէ՞, որտեղ Չարենցն իր ընկերների հետ։ Չէ, Չարենցի սրճարանը ուրիշ տեղ է։ Արդեն քանդել են, չկա։ Նա չկա։ Նա Ազիզբեկովի հրապ չեն կանդել, շենքի։ Իմիջիալոց ոնց էր կոչվում այդ սրճարանը։ Դե մենք Չարենցի սրճարան էինք ասում։ Հենց եք։ Հա, գնում ենք Չարենցի մոտ ուսանող ժամանակ, ասում ենք գնանք Չարենցի մոտ գարեջուր խմելու։ Դե ինքն էլ սիրում էր, չէ՞, ընկերների հետ նստում էին, խմում էին այդ սրճարանում։ Իսկ սկվազնյակում մի օր ես մտա, տեսա իմ ընկերներիցս մեկը նստած ինչ որ բան է կարծում, առավոտը շուտ էր։ Ասի, «Էդ ինչ ես կարծում»։ Ասեց, ինձ ասեց սուս, ասեց, այնպես բանը, որ կյանքում ասեց չես պատկերացնի ինչ։ Եվ ես հետաքրքրվեցի, ասի, հələ մի ցույց տուր բան։ Պարզվեց, որ դա Գաբրիել Գարսիա Մարկեսի 100 տարվա մենությունն է, 72 թիվ։ Ինաստրաննայ լիտերատուրա ամսագրի մեջ էր։ Եվ ես խնդրեցի տարա մեծ դժվարությամբ սկսեցի կարդալ, որովհետև իր գրելու ոճը շատ տարբեր էր, ուրիշ էր։ Սկսեցի կարդալ հետո մի քանի անգամ հետո առաջ արեցի, վերջը որ արդեն ընկա հունի մեջ, էլ երազում էի որ չվերջանա։ Այդտենց այդ ձևով էինք մենք պաշտում գրականությունը եւ դա շատ այդպես եւ հոգեվոր եւ ստեղծագործական մեծ վերելք էր տալիս էլի մարդուն։ Վերջին հարցս պարոն Սևադա, եթե դուք նկարագրեիք ձեր կտավները, ձեր կյանքը, ձեր ստեղծագործական գործունեությունը, ապա մի նախադասությամբ ինչի մասին է Սամվել Սևադան։ Իմ կյանքը երազի նման է։ Լուսավոր, լավ երազ, ես գոհ եմ, շնորհակալ եմ Աստծուց, որ ինձ նման կյանք է պարգևել։ Ես փոքրուց երազել եմ, որ դառնամ նկարիչ ու դարձել եմ ստեղծագործող մարդ, որը եւ նկարում է, եւ գրում է, եւ արվեստի մեջ ապրում։ Ափսոս որ կյանքը կարճ է։ Շատ շնորհակալ եմ անմիջական եւ անկեղծ զրույցի համար։ Հաջողություններ եմ մաղթում, հուսամ դեռևս կլինեն ցուցահանդեսներ եւ մեր երիտասարդ սերունդը կգա կծանոթանա։ Դեռ կհանդիպենք։ Շնորհակալ եմ Աննա ջան, ես էլ։ Դե ինչ սիրելի հետևորդներ, տեղեկացված եղեք, ծանոթացեք արդի ստեղծագործողներին, կհանդիպենք։